Նախազգուշացնող գործադուլներ են Գերմանիայում։ Խնամքի, աղբահանության, հասարակական տրանսպորտի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները Բեռլինի փողոցներում են։ 200 հիվանդանոցների աշխատանք կաթվածահար է։ Առաջիկա օրերին Բեռլինի փողոցներում աղբակույտեր ավելի հաճախ կտեսնեք։ Քաղաքական գործիչները մեզ չեն լսում, լուրջ չեն ընդունում, չեն տեսնում մեր աշխատանքի պայմանները և ինձ հատկապես զայրացնում է քաղաքացիների անտարբերությունը։ Գործադուլի մասնակիցները գործատու ընկերություններից աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Աշխատավարձի 8%-ով բարձրացում, հավելավճարների ավելացում և լրացուցիչ վճարովի արձակուրդ։ Իրենց խոսքով կառավարությունը մնացած ոլորտները պարբերաբար վերանայում է, իսկ իրենք տարիներով անտեսված են։ Ուրիշ ոլորտներում մարդկանց աշխատավարձը անընդհատ բարձրանում է։ Վերջերս խոսեցի ընկերներիցս մեկի հետ, որը պետական աշխատող է։ Անցյալ տարի նորից աշխատավարձը բարձրացրել են։ Գործատու ընկերությունները մերժել են գործադուլի մասնակիցների պահանջները, դրանք համարելով անհասանելի և նշել, որ դա քաղաքապետարանների համար մոտ 11% լրացուցիչ ծախս է, ինչն էլ կնշանակի տարեկան 15 միլիարդ եվրոյի վնաս։ Ակնկալվում է, որ գործատու ընկերությունների և աշխատողների միջև բանակցություններ կսկսվեն Պոտսդամում մարտի 14-ից 16-ը։ Մարիամ Ամիրջանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։